Այս բույսը մեզ մոտ անվանում են աղցան, իսկ ինքը երբ որ արդեն հասունանում է և միջուկ է տալիս, անվանում ենք զող։ Հավաքելու ընթացքում հեռացրել ենք կողքի տերևները, իսկ հիմա մաքրելուց հեռացնում ենք ցողունի հողոտ մասը և տերևների ծայրերը։ Մի քանի անգամ ջուրը փոխելով այսպես լվանում եմ։ Մի քանի անգամ լավ լվանալուց հետո աղաջուր եմ սարքում, թողնում այդպես 10 րոպե։ Աղաջուրը քամում եմ և կրկին լվանում եմ մի քանի ջուր հոսող ջրի տակ։ Լավ լվալուց հետո լցնում եմ ցամքոցը և հենց այսպես թաց վիճակում լցնում կաթսայի մեջ և մի փոքր ջուր ավելացնում 1 սուրճի բաժակի չափով։ Որից հետո համեմում եմ աղով։ Կափարիչով ծածկում եմ մի փոքր խաշվի և շուռ եմ տալիս հակառակ կողմի վրա։ Այս տարբերակով շոգ է խաշելիս և համը և վիտամինները չեն կորում։ Եվ այսպես ավելի համեղ է ստացվում։ Հարում ենք 2 ձու, որպեսզի ավելացնենք աղցանին։ Այս տարբերակով շատ արագ է շոգ է խաշվում աղցանը և պատրաստ է, ավելացնում ենք հարած ձուն։ Խառնում ենք, որպեսզի ձուն հավասարաչափ եփվի և վերջ պատրաստ է, կարող ենք մատուցել։ Այս տարբերակով ստացվեց արագ և շատ համեղ, կարող եք փորձել։ Եթե հավանեցիք, լայք եք տեսանյութը։